Պարոն Ազատյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասեն ժամը 4-ի կողմերն է, ահագին անցել է, ո՞նց եք գնահատում օրը ընթացքը, հոսքը ընտրողների, ո՞նց է գնահատում հաշվարկներ մոտավոր։ Եթե համեմատություն վերցնենք 19-21 թվականի ընտրությունների հետ, բավականին ակտիվ է ընտրություն ընթանում եւ շատ լավ հոսք կա ժողովրդի։ Ձեր սպասումները։ Մեր սպասումները հաղթանակն են։ Իսկ եթե հաղթանակ չլինի, միանալ, չմիանալ, քաղաքական կոնսուլտացիաներ ունեցել եք այլ կուսակցությունների հետ, կմիանաք իշխող ուժի հետ, չեք միանա անդիմադիրների հետ։ Ձեզ կարող եմ հիասթափեցնել, ոչ մեկին չեմ միանալու, չնայած այն բանի, որ այս քարոզարշավը դեռ չսկսած ինձ գրել եք իշխանական թիմի հետ, ես ոչ մեկին չեմ միանալու, իրական ընդդիմությունը այսօր միայն ես եմ այստեղ, ես ուրիշ ընդդիմություն չեմ տեսնում եւ ոչ մեկին միանալու ցանկություն չունեմ եւ չեմ էլ միանալու, եթե ցանկանան թող գան միանան մեզ։ Պարոն Ազատյան, բավականին սուր շեշտադրումներ եք անում, սուր խոսք եք հնչեցնում, ընդդիմությունը միայն դուք եք, այսինքն եթե մյուս տեխնացուները ընդդիմադիր կամ առնվազն ընդդիմադիր ընկալվող այնքան ձայներ հավաքեն, որ միանալու խնդիր լինի, դուք մեկ է չեք միանալու, եթե դուք չլինեք մեկ այլ ընդդիմադիր տեխնացուն ու առնվազն ընկալվող ընդդիմադիր, այնքան ձայն հավաքի, որ իրեն միանալու խնդիր լինի, որպեսզի իշխանական տեխնացուն չանցնի, չեք միանալու։ Ես չեմ տեսնում այդ ընդդիմադիր ուժը, ում ես կարող եմ միանալ, որտեվ իմ հիմնական պատճառը, որ ես այսօր մասնակցում եմ այս ընտրություններին, հենց դա է, որ ես չեմ տեսել որևէ մեկին, ում կարելի է վստահել այս քաղաքը։ Դրա համար եմ ես, իսկ այստեղ ես ընդդիմադիր, դիմադիր այդ խաղերի մեջ չեմ մտնում։ Ես իմ քաղաքի համար իմ ամբողջ մտածմունքը մեր համայնքի մասին եմ ես մտածում, ես չեմ մտածում միանալ որևէ մի ուժի, որը նորից կարող է այս քաղաքը հետ տանել մի 30 տարով։ Շատ լավ, իսկ մի այսպիսի սցենար դիտարկենք, եթե իշխանության տեխնացուն ամեն դեպքում 50+-ով անցնի ու դուք էլ բավարար ձայներ հավաքեք, որպեսզի լինեք ավականիում։ Դուք լինելու եք, շարունակելու եք աշխատել, թե… Իհարկե, ես լինելու եմ ավականիում եւ բոլորին ցույց եմ տալու, որ տեսնեն, թե ավականին ինչ ձև է աշխատում, որ ավականին էլ է ուժ, ընդդիմադիր ավականին եւ այդ ժամանակ ես հաստատ համոզված եմ, ով կլինի, չգիտեմ, եթե մենք չկրենք, իր համար շատ դժվար է լինելու, որովհետեւ իրական ընդդիմադիր ուժ է լինելու, որը չի թողնելու մի օր հանգիստ մնան։ Այսինքն կարծում եք լծակներ եք ունենալու բավարար չափով կայացվող որոշումներին ազդելու, եթե լինեք ընդդիմություն։ Իհարկե։ Այստեղ ինձ թվում է այդքան թվային քանակի լծակների մասին չի խոսքը, ինչքան գաղափարային լծակներ, եթե տեսնեմ անարդարություն, տեսնեմ սխալ քայլեր եւ բարձրաձայնեմ այդ ամենը, ինձ թվում է բոլորին կհասնի խոսքս եւ դժվար թե կարողանան այնպիսի բան անեն, որը կարող է վնասել մեր համայնքին։ Պարոն Ազատյան, այ մի այսպիսի հարց է հետաքրքիր։ Իշխանության տեխնացուն Արգիշտի Մեխակյանը հետքին տված իր հարցազրույցում կադրային ջարդի մասով ասել է, որ չի պատրաստում կադրային ջարդ անել, բայց չի հերքել, որ ընդդիմադիրների հարազատների է հեռացրել համայնքապետարանից ու սա մեկնաբանել է, որ ինքը իրավունք ունի աշխատելու ում հետ ցանկանում է։ Դուք ընտրվելու դեպքում ձեր մարտավարությունը, ձեր քաղաքականությունը այս առումով ո՞նց է լինելու, ինչպես եք վարվելու։ Ես կրկին անգամ կասեմ, այլախոհներ չեն իմ կարծիքով, բոլորն էլ մեր համայնքի բնակիչներն են։ Ես ընդհանրապես ոչ մեկի հետ խնդիր չունեմ եւ հենց այդ մոտեցումն եմ ես ուզում, որ ընդհանրապես վերանա մեր քաղաքից, ոչ թե քաղաքը կիսվի ինչ որ մի կուսակցական թիմերի, մի քանի կուսակցական թիմերի, այլ ամբողջությամբ քաղաքը ներդաշնակ լինեն բոլորը մեկը մյուսի հետ եւ նորմալ աշխատենք, ինձ համար հենց այսա է ամենակարևոր պահը, որ չլինի այդ կադրային ջարդերը, այլ լինեն պրոֆեսիոնալ աշխատողներ եւ ովքեր կաշխատեն պրոֆեսիոնալ սիրով, կտրվեն իրենց աշխատանքին ամբողջությամբ, նրանք էլ կաշխատեն անկախ նրանից, թե որ կուսակցության են սատարել այս ընտրությունների ժամանակ։ Պարոն Ազատյան, այ իսկ մեկ այլ տեխնացու, քաղաքապետի տեխնացու, որը մարդկանց մեծամասնության ընկալումներում ոչ մի կերպ ընդդիմադիր չի, ավելի պրոիշխանական է, Հարություն Մկրտչյանը հարցազրույցներից մեկում ասել է, որ ինքը չի հայտարարագրել ինչ-որ բաներ, որովհետև չունի ու կապված չի եղել օլիգարխների հետ, փաստացի ինչ-որ բան հայտարարագրած մարդկանց
կապելով օլիգարխների հետ կապերը, դուք ինչ-որ կապեր ունեք, հա, նման օլիգարխների ձեր հայտարարակի ինչ վիճակում է։ Ես հասկանում եմ օլիգարխ բառը դա այն մարդն է, ով հարստացել է պետությանը իր ունեցած կապերի հաշվին, եթե ճիշտ եմ հասկանում այդ բառի իմաստը, եւ ես երբևիցե չեմ օգտվել ոչ մի պետական շահերից, ես աշխատել եմ, երբ միգուցե մի քիչ ավելի շատ եմ աշխատել, ճառեր չեմ ասել, զբաղվել եմ գործով եւ ունեմ ինչ-որ բաներ հայտարարագրած, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, այլ հակառակը դա շատ լավ է, որ փորձ է կյանքի, որ կարող եմ ես իմ փորձը ներդնել մեր քաղաքի զարգացման մեջ։ Բոլոր ընտրատեղամասերում վստահված անձեր ունեք, պարոն Ազատյան։ Այո։ Այլ մենք այսօր տարբեր ընտրատեղամասերում ենք եղել, ահագին տարբեր վստահված անձեր խախտումներ են արձանագրել ցուցակների հետ կապված ավել մարդկանցից մինչև քվեաթերթիկ փորձել են մարդիկ եղել են իրենց հետ հանել, կուտակումներ են նկատվել, ուղղորդումներ են նկատվել, ինչ տվյալներ եք ստացել ձեր վստահված անձանցից, ինչ վիճակա դինում ընտրատեղամասերում։ Մեզ մոտ էլ կա տենց լուրեր, բայց երևի ավարտի վերջում, երբ որ բոլորը կհավաքվեն այստեղ եւ մենք տեսնենք արդեն կոնկրետ որտեղ ինչ է տեղի ունեցել եւ ըստ այդմ կբարձրաձայնենք դրանց մասին։ Այո, կան տենց լուրեր, մեզ էլ են զանգահարել, մեզ էլ են տեղյակ պահել մեր վստահված անձիկ, կան նմանատիպ բաներ, որը ձեզ հավաստիացնում եմ, ոչ մեկ մեր հետ կապ չունի ոչ մի խախտում ընդհանրապես։ Շարունակելով շաբաթներ, այստեղից հետևելու եք հաշվարկում։ Այո։